Երբևէ մտածել եք, ինչ կլիներ, եթե Հայաստանում աշխատող պաշտոնյաները բացի իրենց աշխատավարձի չափից իմանային երկրում գործող բոլոր օրենքների մասին։ Իսկ ինչ կլիներ, եթե Հայաստանում կոռուպցիա չլիներ։ Դե դա հաստատ չենք իմանա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա։ Իսկ ինչ կլիներ, եթե Չարենցավանի ավականու անդամներից մեկի ընկերությունը չմասնակցեր համայնքային գնումներին։ Այս սրա պատասխանը գիտեմ։ Ասեմ, հեռախոսի համար կտամ կզանգես կասես, հա։ Եթե ավականու անդամի ընկերությունը չմասնակցեր համայնքային գնումներին, ապա վերջին 3 տարում համայնքապետարանի հետ չէր կնքի մոտ 480 միլիոն դրամի պայմանագրեր։ Իսկ ինչ կլիներ, եթե ավականու անդամի ընկերությունը ընթացակարգերին մասնակցելիս ունենար մրցակիցներ։ Հա, ճիշտ եք պատկերացնում։ Գուցե գին ավելի ցածր լիներ եւ համայնքը մի բան էլ շահեր։ Իսկ ինչ կլիներ, եթե օրենքները գործեին ոչ թե ձևական, այլ իրական կյանքում։ Զարմանալիորեն ամեն ինչ ավելի արդար ու ճիշտ կլիներ եւ քաղաքական միևնույն թիմում լինելը կկաշկանդեր պաշտոնյային մասնակցելու պետական գնումներին։ Իսկ ինչ կլիներ, եթե ինֆոկոմի սուր աչքը չտեսներ եւ չգրեր սրա մասին։ Անկեղծ ասած չգիտեմ։ Այս ամենի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ինֆոկոմում հրապարակված հետաքննության մեջ, որի հղումը կգտնեք բիոյում։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումներ, իսկ եթե հավանում եք մեր աշխատանք, աջակցեք մեզ Patreon-ում, որովհետև ով իմանա ինչ կլիներ, եթե ինֆոկոմը չլիներ։